1992 թվականի մայիսի 8-ին Շուշին ազատագրված էր։ Հայերի ուրախությանը չափ ու սահման չկար, իսկ այդ ուրախության հեղինակներն էին մեր անչափ հայրենասեր Վազգեն Սարգսյանը, խիզախ զինվորներն ու հրամանատարները։ Շուշիի ազատագրումը որքան էլ որ տպավորիչ էր, սակայն դա բավարար չէր, անհրաժեշտ էր ստեղծել կանոնավոր բանակ։ Եթե քարուքանդ եղած երկրում շատերի համար դա անիրականանալի թվացող երազանք էր, ապա Վազգեն Սարգսյանի համար դա սեփական մաշկ զգալու չափ իրական և փայփայելի նպատակ էր։ Ահա 1992 թվականի հունվարին ծնվեց Հայաստանի Հանրապետության ազգային բանակը։ Իր կուտակած փորձի ու խիզախ բնավորության շնորհիվ Վազգեն Սարգսյանը ստանձնեց Հանրապետության առաջին պաշտպանության նախարարի պաշտոնը։ 1992-ից 93 թվականներին նա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական և հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։ Նախարարը, այսինքն Վազգեն Սարգսյանը,